Կրկին բարև ձեզ, հետաքրքիր անդրադարձ է կատարվում այս երկու օրերի ընթացքում քրդերի գործոնին։ Իսրայելյան մամուլում հարձակում է կատարվում, ներկայացում է, որ Էրդողանը խոչընդոտել է, որպեսզի քրդերը Իրանի դեմ գործողություններ սկսեն, Իրանի հետ պատերազմի ժամանակ, իսկ ավելի այսպես հավասարակշռված հետազոտական կենտրոնները տարածաշրջանի այլ բան են վկայում, որովհետև Նետանյահուի օրակարգում գտնվում է անպայման Իրանի դեմ այս պատերազմական ավանտյուրը ներկայացնել որպես անհերքելի հաջողություն եւ այնտեղ օբյեկտիվության որևէ նշանը չես կարող գտնել, հատկապես Jerusalem Post-ը, որ Նետանյահուի քիմքին ամենամոտ կանգնած լրատվականն է։ Ինձ շատ ավելի դուր եկավ այս հարցով Al Jazeera-ի ուսումնասիրությունների կենտրոնի առանձին ուղեղային կենտրոնն է, հետաքրքիր վերլուծությունը, վերնագրված է այսպես. ինչու տապալվեց Իրանի դեմ պատերազմում քրդերի գործոնն օգտագործելու հնարավորությունը, ծրագիրը։ Ուրեմն այստեղ փոքրիկ սինոպսիս կա, ծրագիրը տապալել Իրանի ռեժիմը հիմնականում կենտրոնացված էր քրդական խմբավորումների օգտագործման վրա պատերազմի ժամանակ, բայց այն ամբողջապես տապալվեց, նույնիսկ նախքան այդ ծրագրի իրականացման գործընթացը սկսելը, որովհետև Իսրայելի և ԱՄՆ-ի համապատասխան կառույցների հաշվարկումները այդ ծրագրի վերաբերյալ հենց իրենք բավականին մեծ սխալներ ունեին և ցույց են տալիս, որ նրանք շատ խղճուկ ձևով էին հասկանում Իրանի քուրդ քաղաքացիների, ազգությամբ քուրդ քաղաքացիների գործոնը և նրանց իրական կապերի բնույթը թե Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ, այսինքն Թեհրանի հետ, և թե հարակից տարածաշրջանային երկրների հետ իրենց հարաբերությունները։ Ուրեմն Իսրայելի ծրագիրը օգտագործել Իրանի քրդական ընդդիմադիր խմբերին որպես զինված ուժեր պատերազմի ժամանակ Իրանի դեմ տապալվեց նախքան նրա գործարկման սկսելը, քանի որ բավականին լուրջ մասշտաբի սխալ հաշվարկներ էին տեղի ունեցել Իրանի քաղաքական համակարգի վերաբերյալ, քրդական ընդդիմադիր խմբավորումների միտումների վերաբերյալ և ընդհանուր առմամբ հանրային կարծիքի վերաբերյալ Իրանում ներկայիս Իրանի իշխանությունների շուրջ։ Ուրեմն պատերազմի հենց սկզբից Թեհրանը ավելի այսպես հիմնական Իսրայելի և Ամերիկայի թիրախներ, հենց Թեհրանի իշխանությունները, իսկ նոր դրանից հետո ծրագիրը իր մեջ ներառում էր արդեն Իրանի միջուկային ծրագրի վերացման ռազմական գործողությունները և դրանից հետո եկող այլ երկրորդական խնդիրներ, բայց առաջնայինը, այսինքն իբրև թե ռեժիմի տապալումն էր, այսինքն իշխանությունների վերացումը բոլորին սպանելը և ներքաղաքական պառակտումներ սկսելը։ Իրանի քրդական ուժերի մասնակցությունը այս առումով շատ կարևոր գործոն է հանդիսացել այդ ռազմավարության մեջ։ Իսրայելը տասնյակ տարիներ է վատնել զարգացնելու հետախուզական հարաբերություններ Իրաքի, Իրանի և Սիրիայի քրդական խմբավորումների հետ։ Չնայած կոնկրետ ժամանակը և կոնկրետ միջնորդները, որոնք օգտագործվել են և պահանջվել են կանոնավոր շփումներ հաստատելու համար Իրանի քրդական օպոզիցիոն խմբերի հետ դեռևս պարզ չեն, բայց Իրանի քուրդ զինյալները բավականին երկար ժամանակ տեղյակ են եղել, հասկացել են, ինչպիսին են Իսրայելի հաշվարկները Իսլամական Հանրապետության դեմ Իրանի։
Ուրեմն Իրանում ռեժիմի տապալման խնդիրը լրջորեն դրվել է Իսրայելի վարչակազմի սեղանին 2024-ի ամռանը դեռևս։ Այդ ժամանակահատվածում ստեղծվել է ուրվագիծ, որ պետք է ներգրավել Իսրայելի հետ կապ ունեցող իրանական գործակալներին եւ նրանց միջոցով Իրանի տարածքում խրախուսել մասսայական մասաների ապստամբություն, որոնց պետք է ինտեգրվեն քրդական զինված խմբերի գործողությունները, որոնք նաև հարակից երկրներից պետք է հատեն սահմանները մտնեն Իրան, որպեսզի ներսում ցույցեր կազմակերպող եւ անկարգություններ կազմակերպող խմբավորումներին կարողանան օգնել եւ միահամուռ ուժերով արդեն գնալ հասնել Թեհրան։ Բաշար ալ-Ասադի կառավարության շատ արագ տեմպերով տապալումը 2024-ի դեկտեմբերին շատ հնարավոր է, որ առաջնայինորեն խթանել էր Իսրայելի ինքնավստահությունը, որ հենց այս նույն ձևով իրագործի Իրանում։ Այդ հաջողությունը, որով դու կարող ես օգտագործել այսպես կոչված ընդդիմադիր ռազմական խմբավորումներ տապալելու ամուր հենքերի վրա գտնվող մեկ այլ երկրի կառավարություն 2 շաբաթից ավելի պակաս ժամանակով բավականին ոգեշնչել է Իսրայելի իշխանություններին, որ նրանք նույն համեմատականով ասեն, որ եթե Սիրիայում եղավ, ուրեմն Իրանում էլ կարող ենք անել, սա ընդ որում շատ նման է ցռերի ամբաղ-զամբաղությանը Երևանում, իբրև թե զինված օպոզիցիոն խմբավորում, այս ձևով էլի, ովքեր ապստամբություն են կատարում հանուն բոլոր պուպուշ բաների, ընդդեմ բոլոր չար բաների։ Այս ենթադրությունը սակայն արհամարել է ի սկզբանե երկու երկրների միջև գոյություն ունեցող հսկայական տարբերությունները։ Սիրիական ընդդիմությունը գործում էր ավելի ընդլայնված, այսպես ժողովրդային բողոքի ալիքի վրա, այն դեպքում, երբ Իրանի քրդերը եւ զինված խմբերի մասին է խոսքը, միայն ներկայացնում են քրդական ողջ համայնքի, Իրանի քրդական ողջ համայնքի որպես ազգային փոքրամասնության մի շատ փոքր ֆրակցիա եւ նրանք չեն կարող որպես այդպիսին կազմել Իրանի ներսում համազգային սոցիալական ապստամբության պատրաստ, բունտի պատրաստ տոկոսային շերտ։ Իսրայելի ջանքերը պատրաստել Իրանի քրդական խմբավորումներին ավելի բիրտ պայքարի դուրս գալ Թեհրանի դեմ ավելի արմատացան 2025 թվականին, այսինքն 2024-ից սկսում է համագործակցություն, 2025-ին ավելի ինտենսիվ է դառնում։ Իսրայելի պաշտոնատար անձինք պարբերաբար այցեր են կատարել, ռազմական ճամբարներ Իրաքյան Քուրդիստանում, այնտեղ բերել են զենքեր, միաժամանակ այդ խմբավորումների կապերն օգտագործելով Իրանում գտնվող քրդական ընդդիմադիր ուժերի հետ, առևտրականների, բիզնեսմենների հետ, գնալով ավելի ուժեղացրել են, այսինքն գլխավոր միջնորդները եղել են Իրաքի Քուրդիստանը, Իսրայելի եւ Իրանի ներսում գտնվող կարևոր քուրդ խմբավորումների միջև։ Այս բոլոր նախաձեռնությունները այնպիսի սպասելիքների հետ էին կապված, ըստ որի պետք է զարգացվեր համազգային ցույցերի ալիք, որոնց պիկի ժամանակ պետք է արդեն ուղղակի ռազմական գործողություններ ցամաքային ճանապարհներով նախաձեռնվեին ընդդեմ Թեհրանի։ Տնտեսական ցույցերը, որոնք սկսվեցին 2025-ի դեկտեմբերի 28-ին, իսկապես սկսեցին ընդլայնվել, խորանալ, ավելի անկանոն դառնալ, եւ նրանց շարքերում իսկապես սկսեցին հայտնվել զինված էլեմենտներ, փոքրիկ բջիջներ, որոնք թիրախային հարձակվում էին պետական կառույցների վրա, անվտանգության ուժերի վրա, անվտանգային համակարգի տարբեր ինստիտուտների, հիմնարկների վրա։ Սակայն այդ ներգրավումը հենց ցույցերի այդ պահին Իրանի իշխանություններին հիմք տվեց, որպեսզի նրանք բավականին հուժկու ձևով պայքարեն նման ռազմական խմբավորումների հայտ գալը խաղաղ ցույցերի մեջ եւ 2026-ի հունվարի 8-ից սկսած Իրանի կառավարությունը կարողացավ կարգավորել ցույցերը, ցույցի հոսքը եւ բացառել նրանց շարքերում
ռազմական գործողությունների արձրծման հնարավորությունները։ 2 օրվա մեջ այդ շարժումը ամբողջապես մարվեց եւ մի քանի 100 մարդիկ այդ ընթացքում զոհվեցին։ Այս ձախողումը բերել այդ ապստամբական գործոնը դարձնել իշխանափոխության հիմք պարտադրեց, որպեսզի այսպես կոչված քրդական ստրատեգիան շատ կարևոր վերանայումների ենթարկվի։ Փոխարենը սպասել տեսնել ինչպես են ներսի ապստամբ ուժերը ստեղծում նախապայմաններ, որոնց հողի վրա նոր ռազմական առաջխաղացում կարելի է կազմակերպել, Իսրայելը պարզապես պլանավորել էր օգտագործել իսրայելա-ամերիկյան պատերազմի գործոնը, որպեսզի թուլացներ Իրանի պետությունը։ Այս սպասումը, որ այդ հարձակումները անմիջապես կվերացնեն, կչեզոքացնեին առաջնային բարձրաստիճան անձանց, ամբողջապես կքանդեին հրաման արձակող կենտրոնների եւ նրանց վերահսկողության տակ գտնվող կառույցների միջև կապը, կթուլացնեն անվտանգության եւ ուժային կառույցների միջև տևող աշխատանքները, հատկապես Իրանի քրդական մեծամասնություն ունեցող արևմտյան պրովինցիաներում։ Սրանք բոլորը շատ սխալ հաշվարկներ են եղել եւ Իսրայելը այս տարրերը հաշվի առնելով մտածել է, որ քրդական զինված խմբավորումները հարակից երկրներից կհատեն սահմանը, կմիանան իրենց քուրդ եղբայրներին արդեն Իրանի արևմուտքում, այնտեղից միասին կապահովեն միանգամայն իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհ, որը տանում է մինչև Թեհրան։ Նետանյահուի հանդիպումը Տրամփի հետ Վաշինգտոնում 2026-ի փետրվարի 11-ին շատ կարևոր է եղել, որովհետև դրա նպատակն էր ապահովել ամերիկյան աջակցություն հենց այս կոնցեպտով պատերազմը սկսելու համար։ Չնայած որ դրան հաջորդող ամերիկյան զեկույցները հերքում են, որ Վաշինգտոնը որևէ նախնական հաստատում է տվել քրդական մասնակցությանը, Տրամփը շարունակաբար այս ընթացքում օգտագործում էր քրդական գործոնի դերը պատերազմի վերաբերյալ իր հայտարարություններում, պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում նա պարբերաբար հստակ ձևով նշում էր, որ զենքեր են փոխանցվում քրդական խմբավորումներին, շուտով այդ զենքերը տեղ կհասնեն, այսինքն նա այնպես չէ, որ հստակորեն հերքել է քրդերի մասնակցության գործոնը, ընդհուպ մինչև 2026-ի մարտի 7-ը, պատերազմի 8-րդ օրը։ Նաև շատ կարևոր թուլություն այս ռազմավարության մեջ եղել է սխալ հաշվարկը, թե որքան ինչպես են իրար հետ կապակցված քրդական օպոզիցիոն խմբավորումները իրանական, որտեղ այս խմբերը բավականին ֆրագմենտացված են, նրանց միջև կան տարբերություններ եւ այդ տարբերությունները այդ ծրագրի մեջ հաշվի չէին առնված։ Իսրայելը հավատացել է, որ քրդական խմբերը միանգամից կարող են մոբիլիզացնել 15000 զինյալներ, կարող են բերել հրապուրիչ դառնալ իրենց պայքարի առաջին օրերին հավելյալ վարձկանների համար, միաժամանակ առաջ գնալով Իրանի տարածքում արևմուտքից դեպի Թեհրան։ Իսրայելցի պատերազմական ծրագրավորողները ճանաչում էին, հասկանում էին, որ այս խմբերը ինչ որ տարբերություններ ունեին, բաժանված էին իրարից, բայց մտածեցին, որ նրանք ընդհանուր Թեհրանի դեմ կոալիցիա կկազմեն։ 2026-ի փետրվարի 22-ին 5 քրդական քաղաքական եւ ռազմական կազմակերպություններ հայտարարություն կատարեցին, որ իրենք ձևավորում են միացյալ քաղաքական ուժեր, որը կոչվում է Իրանական Քուրդիստանի կոալիցիա, եւ որ իրենք բանակցություններ են արել մոտ 7 խմբերով եւ ահա այսպիսի հայտարարություն են տալիս։ Այս կոալիցիան բաղկացած էր Իրանի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունից, Քուրդիստանի ազատություն կուսակցությունից, Քուրդիստանի ազատկյան կուսակցությունից, Քուրդիստանի պայքարի կազմակերպությունից եւ Քոմալա ուժերից Իրանի Քուրդիստանի, բայց նրանցից ոչ ոք, այս խմբավորումներից ոչ ոք չունի որևէ ազդեցություն
Իրանի բոլոր քրդական պրովինցիաներում։ Նրանցից մի քանիսը ունեն սահմանափակ քաղաքական և ռազմական հնարավորություններ։ Նրանց գործողությունները հիմնականում սահմանափակված են առանձին տարածքներում, տերիտորիաներում, իսկ գաղափարական և կազմակերպչական առումով նրանք մեկը մյուսից բավականին տարանջատող տարրեր ունեն։ Քրդական գործոնը այսպիսով այս կարգավիճակում գտնվելով, ֆրագմենտացված կարգավիճակում գտնվելով, այնուամենայնիվ Վաշինգտոնում լուրջ քննարկման առարկա է դարձել, մինչև որ այդ գաղափարից հրաժարվել է։ 2026-ի մարտի 3-ին Տրամպը հեռախոսով խոսել է այդ ուժերից մեկի ղեկավարի Մուստաֆա Հիջրիի հետ, իսկ իսրայելական մամուլը գրել է, որ տասնյակ հազարավոր քուրդ զինյալներ հավաքվել են Իրաք-Իրան սահմանի մոտ իրաքյան տարածքի կողմից, միաժամանակ իրանյան մեծամասնությամբ քրդազգի պրովինցիաներում ուժեղ հարձակումներ էին կատարվում իշխանական կառավարական անվտանգության ոստիկանության կամավորական ջոկատների հետախուզական կառույցների դեմ և որ այդ հարձակումները շատ արդյունավետ են և ամեն ինչ արված է, պատրաստված է, որպեսզի այսպես Իրաքի քրդերը և Իրանի քրդերը միաժամանակ սկսեն գրավել Իրանի տարածքը սկսած արևմուտքից։ Այս ռազմավարությունը այնուամենայնիվ տապալվեց, մինչև այն պահը նախքան քրդական ուժերը նույնիսկ կարողացան մտնել Իրան։ Իսրայելի աղբյուրները, որոնք Նետանյահուին մոտ են գտնվում, ասում են, որ դա կատարվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի միջամտությամբ, նրանք ասում են, որ հենց Էրդողանն է, որ համոզել էր Տրամպին, նրա հետ առանձին խոսակցություն է ունեցել պատերազմի առաջին օրերին, և որ Էրդողանը գնահատել է քրդական մասնակցությունը այս առումով բավականին վտանգավոր և ոչ արդյունավետ։ Բայց ոչ Էրդողանը, ոչ Տրամպը երբևէ այդ խոսակցության մասին ոչինչ չեն ասել, ոչ մի հղում չեն կատարել, այդ իսկ պատճառով էլ բավականին դժվար է հավատալ այս տարբերակի հավաստիությանը և որևէ կերպ ստուգելու, հաստատելու հնարավորություն չկա։ Անկարան հասկացել է, որ եթե արտաքին քրդական ներխուժում տեղի ունենա, այն չի կարողանալու որևէ հաջողություն ունենալ, փոխարենը դա սկիզբ է դնելու Իրանի քրդերի հետապնդումների, հատկապես սուննի քրդերի հետապնդումների, իսկ այստեղ փակագծերում ասեմ, Թուրքիան օգտագործում է սուննի քրդերին, ինքը իր հաշվարկներում նույն Թեհրանի դեմ որպես գործոն, ինչպես որ հյուսիսային ազերներին Իրանի։ Իսկ միաժամանակ այդ քրդերի դեմ հետապնդումները Իրանում կստեղծեին ռազմականացված իրադրություն և անկայունություն։ Թուրքիան միևնույն ժամանակ հետամուտ էր լինում իրանական քրդական խմբավորումների վրա ինքը վերահսկողություն ունենա և այնպես անի, որ նրանք հեռանան իսրայելյան ծրագրից և գան ավելի շատ իր ազդեցության ներքո, և այս շրջանակներում էր, որ Աբդուլլա Օջալանը նախազգուշացում էր տվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության իրանական թևին չծառայել որպես արտաքին ուժերի գործիք։ Ավելի որոշակիորեն սակայն ամերիկյան պաշտոնատար անձանց կատարած հետազոտություններն էին պատերազմի սկզբին։ Ըստ այդ զեկույցների ԱՄՆ պաշտոնատար անձինք այցելել են քրդական խմբավորումներին հյուսիսային Իրաքում, հանդիպել են ուղղակիորեն իրենց առաջնորդների հետ։ Այդ հանդիպումների արդյունքում դրանք եզրահանգել են, որ այն հաստատումը, որ տասնյակ հազարավոր զինված քուրդ զինվորներ պատրաստ են գնալ, գրավել և այլն, չափազանցված են և դրա որևէ ապացույց նրանք քրդական զորքերի շարքերում երբևէ չեն գտել, որովհետև չի եղել քրդական հասարակության
Իրաքի կողմից էլ եւ Իրանի բնակվող մեծամասնությամբ քուրդ պրովինցիաներում ժողովուրդների կողմից որևէ աջակցություն նման հակումներ ունեցող խմբավորումներին, այսինքն այդ 10-15 հազար հոգին ուռճացված է, առավել եւս այդ 10-15 հազար հոգուց պակաս խմբավորումները, եթե ինչ-որ բան սկսեն, հաստատ նոր վարձկաններ նրանց չեն միանա, դա է իմաստը այս հետազոտության։ Նաև ամերիկյան համապատասխան պաշտոնատար անձինք տեղում գտնվելով եզրահանգել են, որ Իրանի ռազմական ուժերը եւ անվտանգության ծառայության ուժերը կատարելապես պատրաստված են նման արտաքին սահմաններից անդին երկիր ներխուժելու գործողություններին եւ ջախջախելու են անմիջապես։ Այս ռազմավարության ձախողումը նաև ցույց է տալիս ավելի ընդհանուր օրինաչափություն առայն, որ իսրայելյան կողմը չափազանցված ինքնավստահություն է ցուցաբերում, ինչի պայմաններում սխալ գնահատականներ է տալիս հետախուզական տվյալների։ Իսրայելը թերագնահատել է Իրանի քաղաքական կառույցների բարդ, ինչ ասեմ, complexity ավելի, այսպես կատարելագործված վիճակում գտնվելը, չի կարողացել հասկանալ ինչպես են Իրանում տարբեր իշխանական կառույցների միջև ուրեմն իշխանությունը վերաբաշխում մեկը մյուսի միջև, ինչպես են իրար հետ փոխհարաբերվում կառավարական եւ անվտանգային ինստիտուտները, ինչպիսին է բանակի ռազմական ոգին, անվտանգության համակարգի աշխատակիցների գաղափարական պատրաստվածությունը, ինչպես նաև Իսրայելի ռազմավարության մեջ տարբերություն չէ դրված, թե ինչ է նշանակում հասարակություն, որը դժգոհ է իր կառավարության ինչ վարած քաղաքականությունից, եւ հասարակություն, որը իսկապես կարող է ցանկանալ երկրում իշխանափոխություն կատարել։ Այս երկուսի միջև անդունդը շատ մեծ է Իրանում եւ Իսրայելի հետախուզությունը սա չի հասկացել։ Նույնիսկ Մահմուդ Ահմադինեժադի հետ այս ընթացքում տեղի ունեցած կոնտակտները միջնորդների միջոցով իսկապես ապացուցել են, որ պրովինցիաներում, գավառներում գտնվող կարևոր դերակատարները Թեհրանի հետ կապված են բավականին կատարելագործված քաղաքական համակարգի շրջանակներում, այսինքն գավառներից մայրաքաղաք իշխանափոխության գաղափարն էլ է բավականին թերագնահատված եղել Իսրայելի կողմից։ Քրդական կոմպոնենտը հիմնված էր, քրդական կոմպոնենտագրված, բայց գործոնը նկատի ունեն, այսինքն այն տարրերը, որոնց հիման վրա նման ստրատեգիա գծվել, բավականին հարցերի տեղիք են տալիս։ Քրդական խմբավորումների մեծ մասը պատրաստ են եղել համագործակցել, որոնք պատրաստ են եղել համագործակցել Իսրայելի հետ, բավականին փոքր վիճակագրական հատված են ներկայացրել եւ չեն ունեցել ծանրակշիռ քաղաքական կամ ռազմական գնահատական Իրաքի եւ Իրանի քրդերի կողմից։ Իրականում իրանական քրդերի ավելի այսպես համատարած սիմպատիան ոչ թե այդ ուժերի կողմն է, այլ ավելի ամուր պետականության կողմն է, Իրանի պետությունը ամուր լինի, այսինքն, որովհետև Իրանի քրդերի 35%-ը շիաներ են, նրանց մեծ մասը ինտեգրված են պետական կառույցներում, բավականին ծանրակշիռ հայտնի քաղաքական գործիչներ կան իրանական քաղաքական էստաբլիշմենտում, նրանք գալիս են հարուստ քրդական շիիտական պատմության արմատներից, իրենց ընտանիքներով, իրենց այսպես ցեղային պատկանելությամբ, այնպես որ որևէ հիմք երբևէ չի եղել վստահ լինելու, որ Իրանի քրդական ազգային փոքրամասնությունը ամբողջապես ցանկանում է ռազմական ցամաքային հարձակում Թեհրանի դեմ կամ Իրանի դեմ։ Ռեժիմի փոփոխության ստրատեգիայի տապալումը եւ քրդական ռազմական միջամտության ծրագիրը ցույց է տալիս հսկայական անդունդ Իսրայելի
պատկերացումների եւ գետնի վրա Իրանում իրական իրադարձությունների միջև, ինչպես նաեւ ցույց է տալիս, որ Իսրայելը սխալ գնահատականներ է տալիս առհասարակ Իրանին շրջապատող ռեգիոնին այս առումով։ Ձախողումը ոչ միայն Իրանի պետության ամուր լինելու հետևանք էր, կամ քրդական կազմակերպությունների թույլ լինելու հետևանք, այլ այն ավելին է արտացոլում, այն մեր առջև բացում է Իսրայելի ռազմավարական մտածելակերպի անկարողության փակագծերը, երբ որ նրանք մտածում են, որ քաղաքական, սոցիալական, պատմական բոլոր այն խրթին համակարգերը, որ գոյություն ունեն արաբական եւ տարածաշրջանի այլ իսլամական հանրություններում ռեգիոնում հենց այնպիսին են, ինչպիսին Իսրայելն է պատկերացնում, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին այդ պետությունների պատմությունը եւ քաղաքակրթությունն է ներկայացնում։ Շատ էսպես հետաքրքիր վերլուծություն է։ Եվ վերջերս Մոսադի նախկին նախագահներից տնօրեններից մեկն էր շատ կարևոր հարցազրույց տվել, որտեղ ուղղակիորեն ասում է, որ Նետանյահուի կողմից Իրանի դեմ պատերազմի հրահրումը ուղղակիորեն կապված է երկրի ներսում նրա դեմ հարուցված 4 կոռուպցիոն գործերի դատավարական զարգացումներով, որոնք բերել էին այն этаպին, որտեղ նա պետք է արդեն ձերբակալվեր, հեռացվեր իշխանությունից, եւ որ Իրանի դեմ պատերազմ սկսելը Նետանյահուի կողմից զուտ աթոռին մնալու իր տենչանքի հետևանք է եղել։ Այսինքն այդ մնացած հետազոտություն այս կողմ ինքը արդեն պատսիվ է ինչ որ այտենց սարքել է, ընդ որում այդ process-ը ինքը արել է Իսրայելում օրենսդրություն խախտելով, ուժային համակարգի կառավարության միջև հարաբերությունների կանոնակարգեր խախտելով, այն ինչ որ անում է օրինակ Նիկոլը կամ Էրդողանը։ Քրդերի գործոնի առումով մենք տեսնում ենք, որ մինչև հիմա ամեն օր, համարյա ամեն երեկո Իրաքի Քրդիստանի տարածքում այդ խմբավորումների ինչ որ ճյուղեր, երբ փորձում են ապաստանել կամ զինպահեստներ են ստեղծում, որտեղ ստանում են ինչ որ սպառազինություն եւ այլն, Իրանը եւ Իրաքը միացյալ ջանքերով, Իրաքի կարելի ասել պրո-իրանական ուժերը միացյալ ջանքերով դրանք վերացնում են եւ անգամ այդքան ոչ իրանական պրո-իրանական հակում ունեցող քուրդ առաջնորդները Իրաքի նախընտրում են բանակցել թե Թուրքիայի թե Իրանի հետ, քան համագործակցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Այսինքն այս փուչիկը Նետանյահուի սարքած, որ ես հեսա Իրանը կգրավեմ ու դրան ուրեմն սնուցող մնացած բոլոր PR նարատիվները, որից մեկը նաև թրիփն է, որից մեկը նաև Արցախը հանձնենք, խաղաղություն ստեղծենք եւ այլն, նաև դրանցից մեկն է, որ Ադրբեջանն էլ քրդերի պես պետք է մասնակցեր այդ պատերազմին, այսինքն իմ համար կարևոր այս քրդերի սեգմենտի մասին գրված է այս հետազոտության մեջ, բայց այս նույն մոդելը միաժամանակ քրդերի հետ միասին պետք է գործեր Ադրբեջանից, պետք է ակտիվացվեր Իրանի հյուսիսի ազերի համայնքները, ես վստահ եմ, որ այնտեղ էլ զենքերի փոխադրում եւ այլն պետք է լիներ, եւ նրանց պետք է միանար Ադրբեջանը այդ առումով, այսինքն այստեղ Էրդողանի եւ Նետանյահուի միջև ծորկաներ կան ալա Սիրիա նաեւ, որովհետեւ հյուսիսի ազերներ զինել, Ադրբեջանը, չգիտեմ, հյուսիսի ազերների հետ միասին գնան Թեհրանի դեմ ինչ-որ բաներ անել եւ այլն, այդ ամենը առանց Թուրքիայի հնարավոր չի անել եւ Թուրքիան ոնց որ իր փայաբաժինն է ուզում եւ օրինակ այն կոնֆիգուրացիայով, երբ որ Նետանյահուն թույլաtsած է մի հատ ուրիշ ուժ իշխանության Իսրայելում, որը Իրանի դեմ ռազմական գործողություններ չի պլանավորում կատարել, այս դեպքում Էրդողանը ավելի մեծ էնտուզիազմով նման գործի կլծվեր, այնպես որ Իրանի քաղաքական պետական համակարգի կուռ լինելը այստեղ շատ կարևոր դերակատարում ունի, Էրդողանը հասկացել է, որ
քրդերը այս ձևով Իսրայելից դուխ առացել են ինչ-որ բան անեն, ուժեղանան, հետո ֆռան իրա դեմ ինչ-որ բան անեն, այնտեղ Ադրբեջանը Իսրայելի տակ է ինչ-որ սենց բաներ անում, իսկ Թուրքիան կուզենար այդ ամեն ինչը ինքը աներ, անգամ քրդերին փշի աներ, Իրաքից հատված է ուզում իր համար, Սիրիայից հատված է ուզում իր համար, ինքը կառավարել այդ ամեն ինչը, ինքը դրանց հաներ ուղարկեր Թեհրանի դեմ։ Վստահ եմ այդ տարածքները ինքը վերցներ, գլխավոր պատառը ինքը վերցներ։ Այսինքն այստեղ Թուրքիան եւ Իսրայելը իրենք մրցակիցներ են ԱՄՆ-ի համար, Մեծ Բրիտանիայի համար եւ մեկը մյուսին տեղ չեն ուզում զիջել, երկուսն էլ մեկը մյուսին անցնում են իրենց ագահությամբ, այնպես որ ես լինեի այս ուսումնասիրությանը այդ հատվածը կավելացնեի, որովհետեւ դա արմատական կարևոր հատված է։ Էրդողան-Նետանյահու մրցակցությունը իրենց տերերի աչքը շոյելու նպատակով, բայց ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ պատմությունները մինչև վերջ չեն պատմվում, այսինքն մենք գիտենք դրակոնի մասին հեքիաթներում, բայց ոչ մեկ չգիտի դրակոնի մամա-պապան ով են, որտեղ էր ծնվել, մեծացել, դրակոնը մամայի պապայի հետ խոսալուց ինչ էր պատմում, ում ա տեսել, ով է իրան ուղարկել իմենը այդ ինչ քաղաքը, այդ քաղաքի ամենալավ աղջիկներին ու տղաներին ուտելու եւ այլն եւ այլն։ Այսքանը կես ժամանոց ստացվեց, ներողություն, կարելի էր երևի տենց ինչ որ վիդեոյի պես անել, բայց ինձ թվում է ձայնայինը ոչ մեկի չի խանգարի, չէ՞։ Շնորհակալ եմ, հղումն էլ կդնեմ, որ ինքներդ կարդաք։ Ձեզ բարի երեկո եմ մաղթում։